Բարև ձեզ հայրենակիցներ, այսօր ես ուզում եմ անդրադառնալ մի թեմայի, որը ժամանակ առ ժամանակ պարբերաբար ինձ դիմում են խնդրելով բացատրել ինչ-որ հարցեր կապված դրա հետ, քանի որ շատ մարդիկ տեղյակ չեն, թե ինչն է կարելի և ինչը չի կարելի, այսօր ես ուզում եմ խոսել, թե ինչ է կարելի անել և ինչ չի կարելի անել գերեզմաններում և գերեզմանի կողքը գտնվելուց։ Բանը նրանն է, որ այս բոլորի մեջ կան մեծ չակերտներում, ասենք, տրադիցիաներ, բայց ավելի շատ սա զգուշացման և նախազգուշացման ձևեր են, որոնք մարդիկ տեսել են, ուշադրություն են դարձրել դրա վրա և սերունդ առ սերունդ փոխանցում են։ Հետաքրքիր այն է, որ ես այստեղ հավաքել եմ ոչ մենակ հայ քրիստոնեական ադատները գերեզմաններում ինչը չի կարելի, այլ նաև ուսումնասիրել եմ բոլոր քրիստոնյա ազգերի մոտ ինչն է կարելի և ինչը չի կարելի, մանավանդ որ նրանք կարելի ասել, որ 90-99%-ով կրկնվում են։ Այդ իսկ պատճառով ես այսօր որոշեցի խոսեմ դրա մասին և կարծում եմ, որ սա բավականին արդիական թեմա կլինի ձեզ համար։ Եվ այսպիսով, գերեզմաններ։ Սկսենք նրանից, որ բոլոր գերեզմանոցները, որ կան, պետք է ունենան առանձին մուտք դարպասով և մի հատ դուռ, որով ասենք կարելի է ներս մտնել դուրս գալ։ Գերեզմաններ պետք է մտնել դուրս գալ միայն դռնով, ոչ թե դարպասների անցումով, որովհետև դարպասը դա նախատեսված է հողարկավորման բերելու մահացածին ճանապարհ, քանզի դու երբ որ մտնում ես այնտեղ մահացածի հետ, դա մտնում ես նոր աշխարհ, որը դիակների, մահացածների աշխարհն է և նա ունի իր օրենքները, խախտելու դեպքում մենք շատ վատ բաների կարող ենք հանդիպել։ Ասենք ես վերջերս տեսա, որ օրինակ ասենք մեր կենտրոնական Թոկմակ գյուղի մուտքը դարպաս չունի։ Ավելին, ես վերջերս հողարկավորման էի Եղվարդում և շատ զարմացա, որ դարպասը բաց է, իսկ կողքի դուռը, որը նախատեսված է, որ մարդիկ ասենք դուրս գան բանանեն, չգիտես ինչու փակած վիճակում էր և նույն ասենք մեր կենտրոնական գերեզմանոցում որ նայեցի, այնտեղ դուռ չկա։ Սա օրենքների խախտման ձև է և կարևոր է, որ ասենք այս բոլորը պաշտպանվի։ Հիմա դրանից հետո ինչ հարցեր կան, որոնք ասենք բարձրացնում եմ ես։ Վերջի մի քանի տասնյակ տարիներում, չգիտես ինչու, մեր մոտ հայերի մոտ մի տեսակ ցուցամոլության աստիճանը հասնում է շատ բարձր մակարդակի և ես հիշում եմ, որ առաջ երբ որ մենք գնում ենք գերեզմաններ հողարկավորման կամ այնպես խմիչք տանել չկար։ Տանում էին սնունդ, այդ սնունդը չէին ուտում, այլ թողնում էին այնտեղ, բայց վերջի մի քանի տասնյակ տարիներում այսպես դառավ մոդայի, եթե գալիս ես գերեզմաններ հողարկավորման, պետք է բացեն օղի, պետք է ոնց որ մի քիչ խմեն և խաչի պես լցնեն, ասել են ընդունելի լինի կամ ողորմյա Տեր Աստված։ Նմանատիպ բան չի կարելի անել գերեզմանոցում, մանավանդ նոր հողարկավորված մարդու վրա օղի չեն լցնում։ Հասկացեք մի հասարակ բան, որ գերեզմանոցը դա մի յուրահատուկ էներգետիկ դաշտ ունեցող, սա մահվան ուժ ունեցող մի տարածք է և այն որ փորձում են ինչ անգամ գերեզմանները չափառապատեն, ինչ-որ ձևով ընդգծեն, դա այդ գիծն են անում, թե ինչքանը նա կարող է տարածվել, ինչքանը ոչ։ Իսկ մենք ասենք փորձում ենք խախտենք այդ օրենքները և այս խախտումները բերում են ինչ-որ շատ տհաճ երևույթներին։ Շատ կարևոր բան, որը ես ժամանակին ասել եմ, ուզում եմ նորից շեշտեմ և հիշեցնեմ, ինչ-որ այսպիսի մի հիմար ադատ է մտել, կամ էլ միտումնավոր մարդիկ անում են, որ երբ որ հողարկավորման ժամանակն է և հողարկավորումը երբ լինում է, ինչ-որ մարդիկ են գտնվում, որոնք վերցնում են գերեզմանից մի փոքրիկ հող և լցնում են հարազատների, ասենք ծոտորակի մեջքի մեջից։ Կատեգորիկ այդպիսի բան չի կարելի անել, որովհետև ասում են իբր թե նրա համար, որ իրանք չվախենան կամ կապը կտրվի, բան, հեքիաթներ են այդպիսի բան չկա, բայց այդ հողը եթե լցնում են, նա ինստինկտիվ բերում է այդ մարդուն բավականին լուրջ առողջական խնդիրների առաջ, քանզի գերեզմաններից ոչինչ տանել չի կարելի։
Ոչ մի բան։ Ավելին, եթե ձեր գրպանից մի բան ընկավ, ցանկալի է չվերցնեք, բայց եթե ասենք դա պորտման է, գումար է եւ նմանատիպ բաներ, այդ դեպքում կարելի է միայն մի բան անել, վերցնել մի քանի կոպեկ, շպրտել եւ ասել, որ սա ես տալիս եմ որպես փոխարինող, այդ դեպքում կարելի է վերցնել, բայց ուղղակի ոչինչ չանելով վերցնել, դուք ձեզ հետ կբերեք դեպի տուն մահվան էներգիան, որը կնպաստի ձեր վատ առողջականի համար, անհաջողությունների համար, ինչու՞ չէ, որոշ դեպքերում միջև անգամ մահացու երևույթներին։ Չի կարելի գերեզմանները պահել կեղտոտ։ Կեղտոտի տակ պետք է հասկանանք հետևյալը. գիտեք ինչ, կարելի է շատ ուշ գնալ, կարելի է մշտական չգնալ, կարելի է կարծեցնել, որ խոտ է աճել, բան դա ոչինչ։ Բայց մեր մոտ չես իմանում նաև մի այսպիսի օրենք կա, մարդիկ, որոնք գնում են գերեզմաններ, փորձում են իրենց գերեզմանը մաքրեն եւ աղբը բանը ոչ թե տանել դնել հատուկ տեղեր, իսկ պարտադիր է, եթե տանում եք աղբը, տարեք հատուկ տեղեր, դուրս չանեք։ Վերցնում են կողքի գերեզմանի վրա, թափում են եւ համարում են, որ սա ճիշտ է։ Սա էլեմենտար մոտ անգամ քաղաքավարության կողմից չի կարելի սենց բան անել։ Երբ որ գնում եք գերեզմաններ, շատ կարևոր մի բան կա։ Գիտեք, մեր մոտ որ գնում ենք գերեզմաններ, փորձում ենք նայենք, ես գերեզմանը, այն գերեզմանը, ստեղ սա է սարքած, ստեղ խաչքար է սարքած, սխալ է։ Գերեզմաններ որ գնում ենք, մենք պետք է հնարավորին չափ չնայենք ուրիշի գերեզմանների վրա, որովհետև երբ որ մենք նայում ենք, մեխանիկորեն մենք տվյալ գերեզմանի էներգետիկ դաշտը դեպի մեզ ենք հրավիրում։ Սա կարող է մեր վրա վատ առողջապես ներազդի։ Գերեզմաններ գնալուց պետք է չհասնել, ասենք, սենց ինչ-որ սանդալային թեթև կամ ասենք սուր կոշիկներ կանայք, պետք է լավ փակված կոշիկ վերցնենք, որովհետև ինչքան էլ մենք զգուշ մանգանք, ինչքան էլ ինչ անենք, գերեզմանի փոշին կնստի ձեր կոշիկների վրա։ Դրա համար ինչքան փակ, այնքան լավ։ Եվ ասենք դուրս գալուց գերեզմանից որ դուրս է գալի, փորձեք 3 անգամ ամեն կոշիկը մեկը մեկին խփեք, ինչքան կստացվի փոշին թափվի, որից հետո հենց եկանք տուն համար առաջի բանը, որ անում ենք, դա պետք է կոշիկները լվանալ։ Նույնապես, գիտեք, մեր ասենք, չգիտեմ ինչու գերեզմաններում կամ այսպես բան, օրինակ, ես նկատեցի, որ կենտրոնական գերեզմանություն մեր կա մի բան, որ հետ դուրս գալուց առաջ պուլպուլակ կա։ Մարդիկ գալիս են դեր գերեզմաններից դուրս չեկած, լվացվում են, խմում են, գնում են։ Կատեգորիկ սա չի կարելի անել, ջուրը պետք է ընդունել, լվացվել կամ խմել կամ ասենք կոշիկները թեկուզ մաքրել միայն գերեզմանացից դուրս գալուց հետո։ Այդ իսկ պատճառով ցանկալի կլինի, որ ձեզ հետ մի շիշ տանեք ջուր, որը կարող եք այնտեղ հանգիստ ասենք խմել, լվացվել կամ ասենք կոշիկները մաքրել մինչև տուն հասնելը։ Շատ կարևոր մի բան, արգելվում է հղի կանայք գնան գերեզմաններ, որովհետև հղի կինը դա նոր կյանքի սնուցողն է, պահպանողն է մինչև նրա ծնունդը եւ այդ վիճակում տանել մահացած դաշտի մեջ պտուղ, որը դեռ ուժ չունի, թույլ է, կնքված չի, ոչ մի բան չի, նա դեռ չի ծնվել, սա նշանակում է մոտավորապես 90%-ով ներազդել նրա վրա, որ անհաջող ծնունդ լինի կամ երեխան ծնվի ինչ-որ խնդիրներով։ Որից հետո հետևյալ բաները։ Գերեզմաններ երբեք չգնաք ինչ-որ պայծառ հագած հագուստներով։ Պայծառ հագուստի դեպքում դուք մեխանիկորեն, ես հիմա ինչ կասեմ, կարող է մի քիչ լսվի զառանցանքի պես կամ ինչ-որ մարդիկ կգտնվեն այն մեծ փիլիսոփաները ճակերտներում, որ իրենք ամեն ինչ գիտեն, կան գերեզմաններում համապատասխան ուժեր, ոչ ֆիզիկապես երևացող ուժեր, եւ նրանք պատրաստ են ցանկացած ժամանակ ձեր սխալների համար, նախ այնպես անեն, որ միանան ձեզ եւ սկսեն ձեզանից կոպիտ ասած կթել ձեր էներգետիկ դաշտը եւ թուլացնել, պատճառը դա է, որ ասենք շատ մարդիկ գնում են գերեզմաններ, գալիս են ահավոր հոգնած, թուլացած կամ քնելու կարիք են ունենում, իսկ ավելի խոշոր դեպքերում ինչ անգամ դա կարող է տևել մի քանի օր։ Այնպես որ ցանկալի է, երբ որ դուք հագնված եք պայծառ գույներով, դուք վայրկյանապես տվյալ ուժերը ձեր վրա ուշադրություն են գրավում։ Ինչքան մուգ է, քանի որ գերեզմանոցի օրենքներից մեկը դա սև գույնն է։ Երբ որ դուք սևով եք հագնված, ձեր վրա ուշադրություն չի դարձնում։ Մի փոքր խաղ եք անում եւ գնաց առաջ։
Լուսանկարների մասին։ Ես նույնպես հիշում եմ, գնացեք տեսեք մեր բոլոր 5 գերեզմաններում, դուք երբեք չեք տեսնի, որ մի որևիցե գերեզմանի վրա լուսանկար ծեծած լինի, կամ պատկեր ծեծած լինի, կամ ինչ-որ բան արած, ուղղակի սիրուն տագունակարադրված առանց որևիցե նման նշանների։ Սրատակ իմաստ կա, մահացածի դեմքը չեն պատկերում քարի վրա, քանի որ նմանատիպ բան անելով հանդերձ, նույնպես դու կարող ես այդպես անես, որ տվյալ գերեզմաններից կան, որը բացական կա, կարող է միանալ, երբ որ նայում ես իրա վրա, եւ քեզանից ուղղակի սկսի սնվել, միջև անգամ կարող է ինչ-որ էլի ասում եմ զարմանքս բոլորին, ասենց համապատասխան այդ ձևի ասենք ուժեր կան, որոնք պարազիտի պես կարող են կպնել, միջև անգամ ձեզ կպնել ու երկար տարիներ ձեր վրա գտնվելով ամեն ինչ անել, որ անհաջողության եւ առողջական խնդիրներ ծառայեն։ Ընդհանրապես հիշեք նրա շատ կարևոր է գերեզմաններ գնալուց առաջ մի հատ հայրները կարդալ նոր գնալ։ Ցանկալի չի, որ դուք գնաք ձմեռով գերեզմաններ։ Եթե գնում եք գոնե մի 5-10 մետր ձեր գնալուց հետո փորձեք ինչ-որ ավելով կամ մի բանով ձեր հետքերը շտկեք։ Հետևյալ բանը, մարդիկ կան, որոնք բռնում են հիմարավար, ես դա օրեջրի չեմ ասի, բայց ասենք մահացածի հետ դնում են ինչ-որ ասենք հարազատների լուսանկարները կամ ինչ-որ բան։ Կատեգորիկ հիմարություն է, որովհետև նման բանը անելով հանդերձ, այն ընթացքում, երբ որ դիակը քայքայվում է, սկսում է տվյալ մարդկանց վրա նույնպես առողջական խնդիրներ գալ։ Շատ կարևոր մի բան, ինչքան հաճախ պետք է գնալ գերեզմաններ։ Ընդհանրապես գերեզմանից ճիշտ է գնալը դա հոգևոր տոների ժամանակ, ոնց որ ասենք ծուխաչ եւ նմանատիպ ասենք հարությունը եւ որ կա զատիկի ժամանակ մյուս օրը այցելել նմանատիպ օրերին այցելելը ցանկալի է եւ պետք է, բայց մնացած օրերը համարվում է որ սխալ է գնալ, մանավանդ եթե մարդիկ օրինակ ինձ երեք մարդ եկի ինձ մոտ եւ նա ասում է ինչ որ ամեն օր գնում է զավակի գերեզմանին, չի կարելի այդպիսի բան անել, նախ եւ առաջ Գիտեք ինչ, մահացածների աշխարհը մահացածներին, կենդանիներին չի կարելի, որովհետև մարդ երբ որ մահանում է, նրա հոգին գնում է մի ճանապարհ, որի ընթացքում ընկնում է լրիվ մի ուրիշ իրավիճակի մեջ, հանգիստ, նորմալ, այսինքն նա ստանում է հանգստություն։ Երբ որ մենք մշտական հիշատակում ենք, գնում ենք, ախ ու վախ ենք անում հետևից, հավատացեք, դուք ավելի շատ տանջում եք այդ հոգում, որտեղ չեք թողում, որ նա կտրվի այստեղ, չեմ համարում, որ սա բարոյական բան է, շատ սխալ է դա ունելը։ Ավելին, նմանատիպ սխալներից մեկն էլ նա է, որ շատ մարդիկ կան, որոնք մանավանդ առաջի ուրեմն ասած, գերեզմաններ նոր մահանալուց հետո պետք է գնալ 7-ին եւ 40-ին։ Հայերը հիմա անցել են տնտեսապես արագ թարման եւ 7:40 չեն անում, շատ դեպքերում ասում են 7-ին հանդեպում ենք, 7:40 իրար հետ ենք տալիս, սխալ է, որովհետեւ հոգին դեռ 7-րդ օրը վերադառնում է եւ 40-րդ օրը գալիս է վերջի անգամ։ Եվ այդ ժամանակ եթե գնում եք գերեզմաններ, հիշատակում եք իրեն, ներկա եք լինում, մոմ եք վառում, որոշ դեպքերում 40-ին կարելի է հունք ծխացնել, հոգին տեսնում է ով է եկել, ով է իրեն հիշել եւ դա իրեն բավականին լավ օգնող մի ուժ է։ Բացի դրանից հետական բաները, որ ուզում եմ ասեմ, պետք է լինեն հետեւյալը։ Երբեք գերեզմաններ չտանեք, մարդիկ կան, որ ասեն, ասենց բաների միշտ փորձում են ինչ-որ տնտեսեն եւ ասենք տան արդեն կիսամաշված հավելը վերցնում են, բերում են, որ այնտեղ գերեզման մաքրեն, շատ սխալ է, որովհետեւ դուք տան, գիտեք ինչ կա, փոշին որ հանում եք փոշու հետ, դուրս է գալու մի շարք դրական էներգիաներ տնից, նաեւ բացական։ Բայց երբ որ դուք վերցնում եք այդ դրականով էլ լցված է, տանում եք գերեզմաններ, մեխանիկորեն այնպես է կանում, որ ձեր տան վրա սկսի աշխատել նույնպես բացականը եւ նաեւ մահվան ուժը եւ ասենք գերեզմանի բացական ուժը։ Ձեռքերը գերեզմաններում գտնվելուց երբեք չի կարելի այսպես փակել,
այլ ուղղակի պետք է մատները բաց թողած պահել, տենց փակելով դուք հանգարում եք մի շարք պրոցեսների, որը կատարում են ձեր այցելության ժամանակ։ Արգելվում է գնալ գերեզմաններ ուրբաթ և կիրակի օրերը։ Այդ օրերը ամենաբացական օրերն են և բացական օրերը մաքսիմալ ակտիվացած են, այնպես որ փորձեք այդ օրերին չգնալ։ Այստեղ դիմում եմ նաև անմարդկանց, գիտեք ինչ, եթե որ գնում եք գերեզմաններ և ուզում եք տանեք ծաղիկներ, չնայած այդ ծաղիկները ոչ մի դեր չեն խաղում, որտեղ մահացած հոգին դա ոչ տեսնում է, ոչ դա ֆիքսում է կամ ոչ էլ տենց բան։ Բայց եթե ցանկություն ունեք տանելու, ես ձեզ խորհուրդ եմ տալի երբեք չգնեք ծաղիկներ, որոնք գտնվում են գերեզմանոցից ոչ հեռու։ Մի շարք չգիտեմ, ինչ անգամ ինչ բառով ասեմ, մարդիկ գնում են, հավաքում են այդ ծաղիկները, բերում են և ասենք նմանատիպ մարդկանց, ովքեր զբաղվում են առևտրով կամ վերավաճառում են, կամ էլ ուղղակի իրենք են վերցնում և բերում են իրենց խանութներով վաճառում, ամենաստոր, ամենակեղտոտ բաներից մեկը, մանավանդ եթե ծաղիկները բերված է դրված են մի գերեզմանի վրա, որը ունի իր այս մարդու մնացորդների դաշտը, որը գոյություն է ունենում, և բերում են ծախում են, նախ և առաջ վերցնելով դա ձեր ձեռքը արդեն դուք բերում եք բավականին մեծ բացական աշխատանք։ Տեղափոխելով ինչ-որ մեկի գերեզմանին դնելով, չիմանալով հանդերձ, դուք կարող եք նպաստեք նա, որ այն դաշտը, որ ունի մյուս հանգուցյալը, որտեղ բերել եք, դրել եք, սա կարող է ստեղծել լրիվ դիսբալանսային վիճակ և հանի, ասենք են հանդուր էներգետիկ դաշտը, որ այնտեղ կատարվում է։ Գիտեք ինչ, ես հիշում եմ շատ բաներ, որոնք ասենք մենք մոռացանք, բայց այս բոլորի տակ ադատներ կան և ես ուզում եմ այսօր դա հիշեցնեմ, օրինակ հնում կար այսպիսի մի բան, եթե մարդը մահանում էր, մի տարի հայերի մոտ, մի տարի իրեն ընտանիքի մարդիկ, քույրերը, եղբայրները, մոտիկ հարազատները սև էին հագնում և երբեք չէին հանում այդ բանը։ Չկար նաև մի բան, որ ասենք հողարկավորումից հետո անցավ մի քանի օր, հեռուստացույցը միացրեցին, ինչ-որ բաներ նայեցին, արգելված էր դա։ Կներեք, այստեղ ինչ-որ աղմուկ է գալի փողոցից, ես ոչինչ չեմ կարող անեմ, ես ասեմ ձեզ, որ ես նկարահանումը գնում եմ հիմա Լոս Անջելեսից և ես այստեղ եմ արդեն մի շաբաթ և այն մարդիկ, ովքեր կցանկանային ինձ այցելել, ուզում եմ զգուշացնել, որ վերջի հաղորդումը, որ ես տվեցի, ինձ սխալ ինֆորմացիա եմ տվել հեռախոսահամարը, որով կարելի է հետ կապնվել և հանդիպել ինձ հետ, խնդրում եմ գրեք այդ հեռախոսի համարը 818 422 422 9049 մի անգամ 818 422 9049 Ես աշխատում եմ երկուշաբթից մինչև շաբաթ ներառյալ, նենց որ կարող եք զանգահարել և հերթագրվել, ուզում եմ ասեմ, որ հիվանդություններ կան, որ ես չեմ ընդունում, ավելի մանրամասն եթե զանգահարեք ձեզ կասեն, ես ուղղակի կարող եմ կրճատել, չեմ ընդունում ուռուցքներ, չեմ ընդունում հոգեկան հիվանդություններ, չեմ ընդունում հոդացավերի հետ կապված հիվանդություններ, շաքարախտ և չեմ ընդունում եթե ասենք կան ինչ-որ աուտիզմի նմանատիպ երևույթներ, ավելի համառոտ, երբ որ դուք զանգահարեք, ձեզ կհարցնեն, խնդրում եմ ասեք, որ զուր տեղը ժամանակ չկորցնեք։ Եվ այսպեսով վերադարձանք մեր հարցերին։ Բացի նրանից, որ այդպես էր արվում, տղամարդիկ 40 օր չէին սափրվում։ Օրինակ Վրաստանում 3 տարի են պահում այդ կանայք տղամարդիկ, որ սև հագած են ման գալիս, մեր մոտ դա 1 տարի էր առաջ։ Հետո գիտեք ինչ կա, մեր մոտ ինչ-որ սենց դարձրել ենք հողարկավորումից հետո գալ նստել հաց կիսելը բանը մի էլի տրադիցիա։ Մենք երբ որ գալիս ենք հնում, ես հիշում եմ, երբեք չի եղել, որ մարդիկ գային այդ վերջի հացին ու խմեին կամ կենաց ասեին այդ առիթով, սա քեֆ չի, որ կենաց ասեն, սա ոնց որ վերջի անգամ մենք փորձում ենք կիսվել հացով, մսով մեր հանգուցյալի հետ,
բայց ոչ թե կենացներ ասենք, խմենք, կոնենք մի քանի կենաց, որ ասենք հողոթեթև լինի, կամ անատիպ բաներ, կամ իշակակենք ինչ ոնց էր։ Սա մյուս կետերն են, որ խախտում են, եւ հիմա մի բան էլ ուրեմն այսպիսի մի ադատ կար, որը էլի ժամանակին սովետի ժամանակ մի քիչ խախտվեց, բայց դեռ ինչ-որ ժամանակ նույնիսկ ասենք մեր ազատագրվելը հələ դեռ սա կար։ Առաջ մահացածին պահում էին տանը եւ ասենք երբեք չէին թողում դիակը մենակ մնալ։ Սկսենք մի բանից։ Ինչքան հայելի կար, պետք է մուգ գույնի, ոչ թե ասենք սպիտակ սավանով, պետք է ծածկվեր։ Ըստ ադատի դա պետք է պահել մինչև 40 կը։ Մեր մոտ մենակ թաղեցին բրծան մյուս օր բացում են սխալ բանա, որովհետև դեպքեր են եղել, որ մարդիկ վատացել են հողարկավորումից հետո էլ եւ մինչ հողարկավորում պատահում է, որ մարդու հոգին երևում է տանը, դեռ գալիս է գնում է եւ այդ դեպքերում շատ դեպքերում հայլիում նա արտացոլվում է։ Եվ մարդիկ շատ դեպքերով տեսնելով դա ուշագնացել են եղել, միջև անգամ սկսել են հոգեկան ինչ-որ ցնցումներ, վախ են տալ եւ այլն։ Օրենքով պետք է լինի մինչև 40 օր։ Մի հատ է հարց, ասենք սեղանը, որը իրա դնում էին հանգուցյալին, երբ որ վերցնում են տանում էին գերեզմաններ տանելուց հետո սեղանը պետք է հակառակ դնեն ոտքերով դեպի վերև եւ այդպես պետք է գտնվեր մինչև 7-րդ օրը։ Նման սեղանի վրա հաց ուտել կամ նմանատիպ բաներ արգելված էր։ Սա մյուս կետը, որ էլի մենք մոռացել ենք, խախտում ենք։ Հիմա մի հատ էլ հաց հագուստի մասին։ Հագուստի մասին կարելի է երկու ձևի անել։ Ճիշտը դա հագուստը տանել գցել հոսող ջրի մեջ։ Եթե չեք կարող դա անել, ուրեմն հագուստները վերցնում եք տանել մոտակա եկեղեցին եւ այնտեղ թողնում եք, իրենք կգտնեն թե այդ հագուստի հետ ինչ են անում, շատ դեպքերում աղոթք է կարդացվում, մաքրվում է եւ կարող են աղքատներին բաժանել դրանից հետո։ Անձնական իրերը մահացածի դրանք կարող են լինել ժամացույց, գրիչ կամ ինչ-որ նմանատիպ բաներ, ոչ թե հագուստներ, դա կարող եք պահել, ինչ անգամ կարող եք օգտագործել, այդտեղ ոչ մի խնդիր չի լինում։ Մի բան էլ շատ կարևոր, եթե այդ հիվանդը, որը այդ մարդը, որը ներողություն մահացել է, երկարատև հիվանդ է եղել, տանջվելով ամեն ինչով այդ մահացել է գնացել է, երկու բան պետք է արվի։ Առաջի բանը հրավիրում եք քահանայի, որ մի հատ օրհնի տունը, մաքրի տունը, ստի ամեն ինչից, օրհնաջրով, հունկով, ծխելիքով եւ այլն։ Երկրորդ բանը, որ պետք է արվի, լավ կլինի, որ այդ սենյակը որտեղ գտնվում է այդ անձնավորությունը մենք վերանորոգվի։ Նորից ներքո պատվի, այսքան թարմացվի սենյակը։ Եվ մի բան էլ եմ ուզում ավելացնել այս հաղորդումին, որը մի քիչ այդ թեման լույս է խաչի մասին։ Շատերը վերում են ինձ մոտ, երեխա է թե մեծ է, ոչ մեկը չի կրում իր կնունքի խաչը։ Ծնողներին, որ ասում դե երեխա է, ինչ կախեն վզին։ Հարգելիներս, խաչը ունի մի շատ կարևոր բան, այն խաչը, որ իրան տվել են կնունքի ժամանակ եւ օրհնվել է եւ մեռուն է կսվել, համար առաջի ամենակարևոր պաշտպանող բաներից մեկն է։ Ես մարդիկ գիտեմ, որոնք երեխային չեն արել եւ երեխան ստացել շատ լուրջ հիվանդություններ եւ պատճառներից մեկը եղել է, որ պաշտպանությունը չի ունեցել, խաչը վզին չի եղել։ Մի շատ կարևոր ուրիշ բան, խաչը երբեք չեն կրում արտաքին ձևով, նա պետք է լինի հագուստի տակից եւ պետք է կպնի կոմար մնեն։ Այդ դեպքում նա ուժ ունի, հակառակ դեպքում դա մենակ ցուցամոլություն է, որը ոչ մի իմաստ չունի իր տակ։ Եթե դուք գտնում եք հանգարց ինչ-որ խաչ, շատերը ասում, բա ինչ անենք, ոնց անենք, եթե տան ունեք ինչ-որ փոքրիկ միտեղ սուրբի պես մի բան կամ ինչ-որ ասենք սրբանկար, տարեք դրեք դրա կողք։ Ամեն ինչ լավ կլինի։ Կարելի է արդյոք խաչը նվիրել ինչ-որ մեկին, այո, կարելի է, բայց այդ դեպքում պետք է մի հատ տանեք քահանայի մոտ, խնդրեք, որ մի հատ օրհնի այդ խաչը, մի հատ եթե կարելի է մեռոնով օրհնի նաև քսի, դա եւ կարող եք կրել։ Մի բան է, վզի խաչի վրա չեն կրում Հիսուսը խաչված վիճակում, որովհետեւ խաչը դա փրկության նշանն է եւ հավատի։ Հիսուսը վրան խաչված դա Հիսուսի տանջանքի
ուժն է տալիս եւ մարդիկ ովքեր այդպես ձև խաչ են կրում շատ դեպքերում իրենք էլ գտնվում են sense տանջալի վիճակների մեջ երևի այսքանը կուզեի կարճատ ասեի կարծում եմ հավատում հետաքրքիր եղավ մի անգամ էլ ուզում եմ վերջում ասեմ նախ եւ առաջ կխնդրեմ եթե հավանեցիք նշանակեք like կամ dislike ցանկալի է որ այն մարդիկ ում դուր են գալի հաղորդումները բաժան օգտագործեն դրանով դուք ինձ բավականին մեծ օգուտ տված կլինեք եւ օգնություն եւ նույնիսկ եմ հիշեցնում որ ինձ հետ կարելի է Լոս Անջելեսում կապել 818 422 90 49 համարով ամենայն բարիք ձեզ միշտ նոր հանդիպումներ Տերը մեզ բոլորին